Դեկաբրիստը պատկանում է կակտուսների ընտանիքին, բայց տարբերվում է սովորական փշոտ կակտուսներից։ Ծաղկում է ձմռանը, սովորաբար դեկտեմբերի ընթացքում, երբ մյուս բույսերը հանգստանում են, այդ պատճառով էլ կոչվում է դեկաբրիստ։ Եթե ուզում եք, որ դեկաբրիստը լավ ծաղկի, աշնանը նվազեցրեք ջրումը եւ մի տեղափոխեք բույսը տեղից տեղ, նա վատ է արձագանքում տեղափոխություններին։ Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին բույսը պետք է հանգստանա, որպեսզի հետո ուժ ստանա ծաղկելու համար։ Հանգստյան ընթացքում պահիր զով տեղում մոտ 15 աստիճան, ջրիր շատ քիչ, միայն երբ հողը գրեթե լրիվ չորանում է։ Դեկաբրիստը ծաղկում է, երբ օրը կարճանում է, մոտ 8-10 ժամ լույս, մնացածը մթություն։ Կարելի է երեկոյան դնել մի փոքր մութ անկյունում կամ պատուհանից հեռու, որպեսզի զգա այդ կարճ օրերը։ Ծաղկման ընթացքում լավ խոնավություն ապահովիր, եթե սենյակը չոր է հատկապես ձմռանը ջեռուցման պատճառով, տեղադրիր ջրի բաժակ բույսի մոտ կամ հաճախակի ցողիր։ Առհասարակ բույսը սիրում է պայծառ, բայց ոչ ուղիղ արևի լույս, լավ է դնել արևելյան կամ հյուսիսային պատուհանի մոտ։ Պետք է պարբերաբար ջրել, երբ հողին վերին շերտը չորանում է, չի սիրում ոչ չորություն, ոչ ավելորդ ջուր։ Դեկաբրիստի ծաղիկները լինում են վառ գույներով՝ վարդագույն, կարմիր, մանուշակագույն, սպիտակ կամ նարնջագույն։ Նաև չմոռանաք բաժանորդագրվել եւ մեկնաբանություններում գրել, թե հաջորդ տիպ որ բույսից կցանկանայիք պատմեմ։